Մինչև առեսուրս կանգնած եմ սահմանում իմ մեր երեխեքի, մեր թորնիկների, մեր բուժուր աղբերների կողքը։ 65-ամյա երկրապահի աչքերում 34-ամյա բանակի ապրած հաղթանակներն ու դժվարություններն են։ Ավետիք Կարապետյանը գիտի պատերազմելու գինն ու բանակաշինության կարևորությունը։ Արդյունքում կյանքն ու ճակատագիրը գծվեց սահմանում երկրապահ կամավորականների միության շարքերում։ Մասնակցել եմ բոլոր պատերազմներին, առաջի օրվա շարժումից 78 նախքան երկրաշարժը առաջ անգամ եղել եմ Երացխավան, դրանից հետո բոլոր տեղերը մինչև 44 օրվա պատերազմը, մինչև առեսուրսը սահմանում արդական ծառայություն ենք տանում։ Ազատամարտիկին բանակի հետ է կապում պատասխանատվությունն ու սերը հայրենիքի հանդեպ։ Այս մասին էլ փաստում է երկրապահ Կարապետ Կոստանյանը։ 33 տարի ես չգարս դարել եմ։ Հայրենիքը դիք սրբությունը ծավոտ տանել։ Մերն ու հայրենիքը նույնն է, տարբերություն չկա։ Ալբերտ Ապիկյանը շուրջ 3 տարի է երկրապահ կամավորների հետ մարտական հերթապահություն է իրականացնում Սյունիքում։ Մեր բանակի նախ առաջերտին պետք են հմուտ խելացի հրամանատարներ, շարքային եւ սպայական կազմ, որպեսզի գիտակցեն մեր սահմանների անառիկության, այսպես ասած, եւ մեր հայրենիքի հողուճարի կարեւորությունը մեզ համար։ Երիտասարդների կողքին հայրենիքի սահմանները հսկող երկրապահների հորդորը բոլոր ժամանակներում միասնականության մասին է։ Մենք ինչ ենք առաջիներում եմ որսորդական հրացաններով պատերազմ հաղթել։ Նույնը մենք կհաղթենք, եթե միաձայն ենք, միաբռունցք ենք։ Լինել նախ առաջի հերթին խիզախ, չվախենալ մեր հագարագործից, նաև չթերականալ մեր հագարագործին։ Ծառայության պատմություններն այսօր միավորվել էին Ամասիա համայնքում խորհրդանշական միջոցառմամբ, որին ներկա են գտնվել երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային խորհուրդը խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ամասիայի պատանի երկրապահ ակումբի, Ամասիայի սոցիալ-կրթական կենտրոնի եւ Ամասիայի արվեստի դպրոցի սաները համատեղ հանդես եկան երգով, պարով ու ասմունքով։ Շիրակի մարզի պատանի երկրապահ ակումբի նախագահ Սվետլանա Սարգսյանի խոսքով մարզում այսօր կա շուրջ 300 պատանի երկրապահ, որոնք ընդգրկված են 6 տարածքային բաժանմունքներում։ Մեծ ցանկություն եմ ունեցել ընդունվելու ռազմական կաֆեդրա, այստեղ եմ սովորել Շիրակի պետական համալսարանի ռազմական կաֆեդրան եմ ավարտել եւ 4 տարի ուսուցումից հետո, քննությունից հետո ստացել եմ զինվորական կոչում լեյտենանտ, այնուհետև համալրելով երկրապահ կամավորականների միության շարքերը արդեն իսկ որպես սպա իմ ցանկությունն էր, որ իմ հետնորդներին, մեր պատանիներին ես էլ սովորեցնեմ մեր ռազմական գործը, ծանոթացնեմ իրենց։ Ամասիայի պատանի երկրապահ ակումբի մարզիչ հրամանատար Կամոս Ալնազարյանը տարիներ շարունակ նույն գաղափարն է սերմանում իր սաներին։ Հայրենիքը սկսվում է դաստիարակությունից։ Նրա համար առաջնայինը ոչ թե զենքն է, այլ հայրենասիրական ոգին, ֆիզիկական պատրաստվածությունը, կարգապահությունն ու պատասխանատվությունը։ Ամեն տարի մասնակցում են երկրապահ կամավորականների միության ռազմաուսումնամարզական ճամբարների հավաքներին եւ հավաքներից վերադառնում են պատրաստի զինվոր համարյա, ինչ որ չեն ստանում ամբողջ տարին իրանք թե ուսումնական կրթական դպրոցում, թե ինչ որ քոլեջներում իրանք ակումբներից ուսումնական ճամբարից ստանում են այն գիտելիքները, որն որ անհրաժեշտ է վաղվա զինվորին բանակում ծառայելու համար։ Միջոցառման պաշտոնական ու հոգևոր շեշտադրումները միավորեցին նույն գաղափարի շուրջ։ Բանակը միայն պաշտպանական կառույց չէ, այլ պետականության ու հավատքի հենասյուն։ Բանակն այսօր մեր անվտանգության երաշխավորն է, մեր պետության առանցքային հենասյուններից մեկը։ Հավատացած են, որ մեր զինվորներն ու սպաները կլինեն Արցախյան առաջին պատերազմում կետած հերոսական ավանդույթների արժանի կերտողներն ու նոր հաղթանակներ կերտողները։ Բանակը կա եւ մնալու է մեր ամենանվիրական հաստատություններից մեկը։ Մեր պաշտպանը ոչ միայն հողի, այլ նաեւ մեր տեսակի, մեր աղոթքի, մեր լույսի։ Եվ վստահաբար այսօր չենք կարող նաեւ մի խոնարհումը չբերել այն հաջորդիների, ովքեր կերտեցին այդ խաղաղությունը։
34 տարի պատվով ու հպարտությամբ հայոց բանակը կանգուն է, քանի դեռ նրա կողքին են գիտակ զինվորները, ապագային պատրաստվող այս պատանիները եւ հիշողություններ կերտած ազատամարտիկները։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։